Ես այսօր շատ կարևոր թեմա էի պատրաստել, որպեսզի խոսեի դրա մասին։ Բայց ահա որ հիասթափություն եմ ապրում մի երկու հարցով եւ որոշեցի չանել դա։ Առաջինը նա էր, որ աչքովս ընկավ Հայաստանում տեղի ունեցող այդ կրկեսը, որ դավաճաններով հավաքվել են եւ բերել են ինչ-որ զենքեր, ուրեմն մեր պատերազմները կորցնելուց հետո մի խումբ դավաճաններ, որ իմանալով եւ հասկանալով քանդել են մեր անցյալն ու ապագան, այն բոլոր ջանքերը, որոնք որ թափվել էին, այդ ռեգիոնը մի կերպ մեր տղաների կաշվի, արյան, արցունքների հաշվին խլել ենք մենք Թուրքի ձեռքից եւ կյանք ենք ստեղծել այնտեղ, հասկանում եք, 150,000 հայ մարդ այնտեղ ապրում էին, ունեին ամեն ինչ, ուրեմն իրենց դպրոցները, իրենց ուսումնական հաստատությունները, իրենց ղեկավարությունը, իրենք իրենց կյանք են ստեղծել։ Մենք կյանք ենք ստեղծել այդ հողի վրա։ Եվ այս մարդիկ իմանալով, հասկանալով, գիտակցելով այդ պատերազմը կորցրեցին։ 14 թվականից ես նորից եմ ասում, հեղափոխությունը ինքնաբուխ ոչ մի հեղափոխություն տեղի չի ունեցել։ Ես դրա մասին խոսեցի արդեն իմ նախավերջին տեսանյութում։ Նիկոլին ընտրել են 14 թվականին եւ ես դրանից տեղյակ եմ եղել։ Տեղյակ են եղել նաեւ շատ ուրիշ մարդիկ, մեծամասնությամբ Հայաստանից դուրսը բնակվող։ Եվ այն ինչ որ տեղի ունեցավ 18 թվականին, նա շատ լավ գիտակցում էր, որ ինքը պետք է պատերազմ հրահրի եւ պատերազմը տանուլ տա։ Նա շատ լավ գիտեր իր պլանները, շատ լավ գիտեր ինչի համար է բերվել։ Եվ այսքանը անելուց հետո մեր երիտասարդներին մի ամբողջ սերունդ ջախջախելուց հետո, բոլորին ուղարկելով գերեզմանները, ուղարկելուց հետո, մարդիկ դավաճաններով հավաքվել, եկել նստել են եւ կրկես են խաղում։ Սա արվել է միայն նրա համար, որպեսզի իր ընտրողի թվականակը մեծանա։ Այդ տեսեք, մենք զենքել ունենք, ամեն ինչ էլ ունենք, եթե պետք եղավ կկռվենք։ Քաջ Նազարն է ասում։ Դա նայելուց հետո մեծ հիասթափություն եղավ մոտս։ Դրանից բացի ես այս տեսանյութերը պատրաստում եմ լրիվ իմ կամքով, ինձ ոչ մեկ սրա համար չի վարձատրում, ես ոչ Մոսկվայի համար եմ աշխատում, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ոչ էլ ինչ որ մի ուժի կամ խմբի, ես սա անում եմ ինքնակամ, ինքս, որպես մտահոգված հայ մարդ, մտահոգված, որ մենք երկիր ենք կորցնելու։ Ես սա իմացել եմ արդեն 18 թվականին եւ ես սա էլի նորից չեմ ուզում կրկնել սրա մասին, բայց հարյուրավոր մարդիկ ինձ հետ վիճաբանել են 18 թվականին, երբ որ ես ասում էի, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2025 թվականը լինելու է Թուրքիայի կազմում եւ այստեղ լինելու է ուրեմն կորիդոր, Հայաստանը իր ամբողջ էությամբ ֆունկցիան մեր երկրի լինելու է կորիդոր եւ մեր ազգը սպասարկող ազգ է դառնալու այդ կորիդորի համար։
կորիդորի միջով անցնելու են այն լոգիստիկաները, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Անգլիան, Թուրքիան պետք է օգտագործեն Չինաստանին եւ Ռուսաստանին խեղճացնելու համար։ Ես սրանք ասել եմ արդեն շատ վաղուց։ Ես ամեն ինչ պարզ իմացել եմ սրանց մասին, վիճել եմ, արդեն չեմ ուզում նորից կրկնել եւ հասկանալով այդ ամեն ինչը ես 18 թվականից մարդկանց հետ վիճելով եկել հասել եմ այն օրվան, որ սկսել եմ նման տեսանյութեր տեղադրել YouTube, քանի որ հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի մնալով մենք կորցնելու ենք մեր սովերենությունը, մեր պետականությունը եւ Հայաստանի Հանրապետություն չի լինելու։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը պետք է աներ վերջի 1 տարվա մեջ, նրանք սա տակտիկա է, նրանք որոշեցին, որ չեն անի այդ 1 տարվա մեջ, կսպասեն, որպեսզի ժողովուրդը ուրեմն ավելի չբարկանա, ժողովուրդը ավելի չզզվի, որպեսզի շանսերը մի քիչ գոնե մնան, որ նա նորից վերարտադրվի եւ երբ որ վերարտադրվի, մի հատ էլ 8 տարի այսպես կխաղացնեն, այն ինչ որ պետք է կանեն, կհասցնեն ավարտի, մի քիչ ավելի դանդաղ կանեն, կհասցնեն ավարտի իրենց գործը, ոնց որ պետք էր, այնպես որ էլ Հայաստանի Հանրապետություն ոչ թե գոյություն չի ունենա, այլ արդեն հենց հիմա ինտերնետով ես երեք եմ տեսել իմ աչքով, որ մարդիկ են վճարվում, որպեսզի մտնեն վիճաբանությունների մեջ տարբեր վեբսայթների վրա, որպես հայ եւ վիճաբանեն մեր պատմությունը, այսինքն հայը ինքը իր բերանով ասում է, որ չէ, եղբայր, սա չի եղել Հայաստանի Հանրապետություն, եղել է Ադրբեջան, բայց մենք սա վերցրել ապրում ենք, ժողովուրդ, մեր պատմությունը մեզանից գողանում են, ոչ թե միայն մեր երկիրը, այլ մեր պատմությունն են մեզանից գողանում անգամ։ Ադրբեջանը եւ Թուրքիան վճարում են պատմաբանների տարբեր երկրներում, տարբեր ինստիտուցիոնալ հաստատություններում, տարբեր ուրեմն ուսանողական հաստատություններում, տարբեր դպրոցներում, որպեսզի պատմությունը վերգրվի, նորից գրեն պատմություն, նոր պատմություն եւ Հայաստանի անունը փոխարինվի Ադրբեջանով, մեր պատմությունը վերագրեն իրենց վրա եւ փոքր պրոպագանդիստներ, որոնք ստանում են փոքր աշխատավարձներ, ասենք 100, 200, 500 դոլարով եւ սրանք գումարներ չեն Ադրբեջանի համար, որպեսզի մտնեն, օրինակ երեք ես Reddit-ի մեջ կարդացի, մի տղա պատմաբան կամ պատմություն սիրող մի տղա վիճում էր մի ուրիշ տղայի հետ, այս տղան իբր թե հայ է եւ վիճաբանում է հետ տղայի հետ, որը ասում է այդտեղ Հայաստան է եղել, բոլոր պատմական գրքերում ես լրիվ ուրիշ բան էի ման գալի եւ սա եկավ, լրիվ ուրիշ բան պատմական ֆակտ էի ման գալի Google-ով եւ հանդիպեցի այս խոսակցությունը, որ մի հայ չի, 100%-ով հայ չի, մտա էջը նայեցի, տեսա, որ հայ չի ես մարդը, ընդհանրապես եսին որտեղից է, եւ վիճաբանումը որպես հայ, եթե հայն է արտասահմանցուն ասում, չէ եղբայր, սա չի եղել Հայաստան, սա եղել է Ադրբեջան, ճիշտ է ասում Ադրբեջանի ղեկավարությունը, բայց կոմունիստները մեզ են տվել եւ մենք ապրում ենք այս հողի վրա, դուք հասկանում եք ինչ են անում, ժողովուրդ, մեր պատմությունը մեզ ընդհանրապես որպես տեսակ ջնջում են պատմության էջերից, միայն այդ չի, որ մեր երկիրն են վերցնում մեր ձեռքից, հասկացեք,
Եվ սա ամեն ինչը արվում է, այս ամեն ինչը արվում է նրա համար, որ մենք ունենք Նիկոլ Փաշինյան։ Եթե մենք ունենայինք նորմալ երկրի ղեկավարություն, նրանք չէին թույլ տա նման բան, նրանք փողեր էին ծախսում, աչուձախ գումարներ էին ներդնում, որպիսի մեր պատմությունը պահպանվի։ Դա միշտ է արվել բոլոր պետությունների կողմից, բայց քանի որ կան նման ստահակը, որ մեր պատմությունը ինքն է ուզում վերացնել, ինչի մասին է խոսակցությունը։ Իհարկե սա լինելու է։ Շուտով մենք ուր գնանք աշխարհի վրա, մեզ դիտելու են, տեսնելու են որպես հողագողեր, ավազակներ, որ գողացել ենք Ադրբեջանի պատմությունը, եւ քանի որ աշխարհը մեր պատմությունից այդքան էլ տեղյակ չէր, նրանք նոր էին սկսել սովորել հայերի մասին, քանի որ հայերը եղել են կոմունիստական պետության ներքով, Հայաստանը եղել է կոմունիստական սովետական միության մի մաս, եւ մեր պատմությունը եղել է սովետական միության պատմություն, ոչ թե Հայաստանի պատմություն, աշխարհը նոր էր սկսել սովորել մեր մասին, իսկ հիմա աշխարհը էլ մեր մասին չի սովորում, պրոպագանդան խեղդում է իրականությունը, եւ Նիկոլի շարունակելով մենք ուղղակի անհետանալու ենք, բայց ինչն էր բանը, ես ոնց որ սկսեցի խոսակցությունը, սկիզբը ինչն էր, ասացի, որ ես սրանից ոչ մի օգուտ չունեմ, բացի նրանից, որ իմ երկիրը պահեմ, դա է իմ օգուտը, ես ոչ մեկի համար չեմ աշխատում, ես մի քիչ առաջ 10-10 տանից դուրս եկա, բարի գիշեր ասացի իմ երեխաներին, կնոջը, եկա իմ օֆիս, որպիսի աշխատեմ այս տեսանյութի վրա եւ հետո մոնտաժեմ եւ տեղադրեմ YouTube։ Ես առավոտյան ժամը 3-ին նոր տուն կհասնեմ։ Ես իրականում սա անում եմ իմ կողմից, իմ երկիրը սիրելով, հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի շարունակությունը, շարունակելը այս պաշտոնին, դա կլինի վերջը իմ հայրենիքի եւ ես սրանով փորձում եմ ինչ որ ձևով մարդկանց, որոնք որ դեռ մտադիր են ամսի 7-ին ձայն տալ Նիկոլ Փաշինյանին, մի կերպ փորձեմ փոխել նրանց միտքը, նրանք այդպիսի բան չանեն։ Սա է իմ ամբողջ ուրեմն գործի բնույթը։ Ես սրա համար եմ անում սա։ Եվ մեկ բան եմ խնդրում այն մարդկանցից, այն իմ հայրենակիցներից, որոնք որ ուղղակի դիտում են սա, դիտում համաձայն են ինձ հետ, երևի համոզված եմ եւ ուղղակի կզարմանամ, եթե համաձայն չեք, որ Նիկոլը չպետք է մնա, եւ ես գործը անում եմ, եւ խնդրանքս միակն է, որ խնդրում եմ լայք դնեք տեսահոլովակին կամ տեսանյութին, քանի որ ալգորիթմը YouTube-ի միակ տարբերակը, միակ ձևը, որ ալգորիթմը մեր աշխատանքը, մեր այս տեսանյութը բարձրացնի եւ ցույց տա շատ մարդկանց, դա լայքերի միջոցով է։ Ուրիշ ոչ մի ճանապարհ չկա, եթե ես կարողանայի ինչ որ ձևով վճարելով այնպես անեի, որ ալգորիթմը այս տեսանյութը դներ YouTube-ի առաջին էջին, ես այդ գումարը կվճարեի, քանի որ սա ինձ համար ուղղակի սրանից ավելի կարևոր բան այս պահին իմ կյանքում գոյություն չունի։ Ժողովուրդ, ես կարծեմ իմ անցած տեսանյութը տեղադրել էի հիվանդանոցից 2-3 օր իր վրա, 3 օր ես հիվանդանոցում էի, ես հիվանդանոցից էի անում սա եւ հիվանդանոցում պարկած էի, որովհետեւ ինսուլտի նշաններ կային եւ ես հիվանդանոցից անգամ սա անում էի, հիվանդանոցից ես տեսանյութ էի պատրաստում եւ դնում YouTube, հիվանդանոցի տեղաշորի մեջից
եւ դրանից 1 ամիս առաջ ապրիլի 2-ին ես ինֆարկտ եմ տարել, բայց մինչև հիմա իմ ուղեղը չի կարողանում կանգնել եւ ես միայն սրա մասին եմ մտածում։ Սրա մեջով անցնելով իմ առողջությունը երկրորդական հարց համարելով այս պահին ես այս աշխատանքը կատարում, հիմա գիշերը պետք է չքնեմ, որպեսզի մոնտաժ անեմ, որ սա տեղադրեմ, որ վաղը ես աշխատանք ունեմ անելու, իմ աշխատանքը ես չեմ կարող օրվա մեջ սրանով զբաղվել, այսինքն ես երեկոյան եմ զբաղվում սրանով։ Եվ միակ խնդրանքս ձեզ, որպեսզի լայք սխմեք, ես չեմ ուզում լայքը սխմեք, որպեսզի ես ինչ շոյված զգամ, որ ես ինչ լավ աշխատանք եմ կատարել կամ ինչ խոսեցի, դուք հավանեցիք, դա ամենևին այդպես չէ, նորից եմ ասում, ես գումարը կմուծեի եւ կանեի դա, եթե գումարով լիներ, բայց գումարով չի, եւ միակ խնդրանքս, ես արդեն աշխատանքը անում եմ, դուք պետք չունեք անելու, ձեզանից միայն հասնում այդ լայքը սխմեք, իմ աշխատանքը տանենք առաջ, ինչ տարբերություն, ես անեմ, դու անես, լավ, մեկս արել է, մյուսներս միայն պետքա օգնեք մի քիչ կողքից, ոչ մի ուրիշ բան ես չեմ ուզում ձեզանից, միայն դիտեք, եթե դուք համամիտ եք ինձ հետ, որ Նիկոլը պետք է գնա, խնդրում եմ ձեզ, այդ լայքը դրեք, որպեսզի մարդիկ կարողանան դիտեն եւ երբ որ ես 2-300 ուրեմն դիտումը չեմ անցնում իմ տեսանյութերի, դա ուղղակի անգլերեն ասում են very discouraging, արդեն նայում եմ, տեսնում եմ, որ իզուր եմ անում այս աշխատանքը, 2-300 մարդ հասկանում եմ, որ իմ YouTube-ի ուրեմն կանալը շատ նոր է եւ երևի այդ նոր լինելու պատճառն էլ կա, բայց ես սա սկսել եմ միայն այս պատճառով եւ անգլերենն էլ եմ անելու, ուղղակի հիմա չեմ կարողանում իրար հետ անեմ, քանի ընտրությունները, խնդրում եմ ձեզ, մի զլացեք, մի հատ մատով պետքա դիպչեք, երբ որ դուք տեքստ եք գրում մեկին, 500 անգամ մատով դիպչում եք այդ էկրանին, օրվա մեջ քանի տեքստ եք դուք գրում, մի հատ մատով պետքա կպնեք այդքան բան։ Լավ, ուզում եմ ասեի, որ այդ երկու հանգամանքները շատ էին ինձ իրոք նեղել եւ անտանելի վատ տարա այդ պարադը իրենց, չի ուզում անգամ խոսել դրա մասին, այդ ցիրկը, եւ Դոնալդ Թրամփի գրված Truth Social-ում իր գրած այդ Նիկոլի գովերքը, եթե չեք մոռացել, Դոնալդ Թրամփը Հայաստանի անունը ոչ մի կերպ չկարողացավ հիշի տարբեր ամբիոններից, տարբեր ռադիոյի եւ հեռուստատեսության ալիքների տարբեր միջադեպերով նա Հայաստանի անունը անգամ չկարողացավ հիշի, ոչ մի անգամ կոնկրետ չկարողացավ, ամեն անգամ որ նա Հայաստանի մասին պետք է խոսեր, ինչ երկրի ու մարդու ու կենթանի անուն ասես տվեց, բացի Արմենիայից, մարդը անգամ մեր երկրի անունը չի հիշում, քանի որ ես արդեն շատ վաղուց բացատրել եմ, որ Ամերիկայում 30 տարի բնակվելով ամերիկացիների մեջ, ընդհանուր առմամբ ես հայերի կողքը շատ կարճ ժամանակ եմ բնակվել եւ ապրելով ամերիկացիների մեջ ես 100%-ով գիտեմ, համոզված եմ, որ նրանք հայերի մասին ոչինչ չգիտեն եւ հայերը իրենց ընդհանրապես չեն հետաքրքրում։ Հայ մարդը Հայաստանի Հանրապետությունում շատ սխալ պատկերացում ունի միջին ամերիկացու մասին։ Ահա որ սխալ պատկերացում ունեք դուք Ամերիկայի կյանքի եւ միջին ամերիկացի մարդու կյանքի մասին, դուք ուղղակի գաղափար չունեք, թե ինչքան սխալ եք դուք պատկերացնում ինչա այս երկիրը, թե ես ինքս եմ տենց եղել, թե ինչքան դուք պատկերացում չունեք ես երկիր իրանից ինչա ներկայացնում, ժողովուրդ երբ որ գալիս եք ստեղ մի քանի ժամանակ ապրում եք, ուղղակի հիասթափությունը
հիասթափությունն ու զարմանքը ձեր հոգին, մարմինը եւ ուղեղը տարիներով չի կարողանում լքի, որովհետև այն ինչ որ դուք պատկերացրել եք, ֆիլմերում դիտել եք, ճանաչում եք եւ կարծում եք, ամենևին կապ չունի իրականության հետ, ամենևին ընդհանրապես կապ չունի, հասկանում եք։ Ես քանի որ այսօր ուրիշ բանի մասին պետք է զրուցեի, պատրաստել էի թեման, բայց հիասթափություններից, որ 200-300 մարդ է նայում իմ դրած ուրեմն տեսանյութերը եւ մարդիկ չեն սեղմում լայքը, չեն կարողանում առաջ խաղացում, ուրեմն գրանցենք եւ իմ արած աշխատանքը իզուր տեղն է անցնում եւ եթե այսպես պետքա լինի չեմ ուզում էլ անել սա, բայց միևնույն ժամանակ պետք է նորից փորձենք եւ պարադը տեսնելուց հետո ես ուղղակի որոշեցի խոսել մի ուրիշ բանի մասին, որովհետեւ սպարապետը մտքիս ընկավ պարադը տեսնելուց, ուղղակի պատկերացրեցի, մտածեցի, որ մի պահ այս ամեն ինչին նայեմ սպարապետի աչքերով, որովհետև ես արդեն կարծեմ մի անգամ իմ տեսանյութերից մեկի մեջ ասեցի, որ սպարապետին անձամբ ճանաչում էի նաև Վանո Սիրադեղյանին անձամբ, չգիտեմ ասել եմ թե չէ, իմ ուրեմն մյուս տեսանյութերում, որ քանի որ ես Հայաստանի առաջին շոու բիզնեսով զբաղվող բիզնեսի հիմնադիրներից մեկն էի, ամենաառաջին, սկզբնական 90-ական թվականների ամենասկզբին, դեռ ես դպրոցը չէի ավարտել, երբ որ սկսեցինք ընկերներիս հետ, մի երկու ավագ ընկերների հետ, ուրեմն սկսեցինք զբաղվել շոու բիզնեսով եւ մեր շոու բիզնեսով զբաղվելը ինչ որ փոքր բարերում երկի ու բարի հանդեսներ կազմակերպելը չէր, այլ համալիրի բանալիները ինձ մոտ էին արդեն 10-րդ դասարանում, համալիրի դիրեկտորը սովետական միության անկումից միանգամից հետո, երբ որ արդեն Լևոն Տեր-Պետրոսյանն էր Հայաստանի պրեզիդենտը նախագահը, Վանո Սիրադեղյանը ներքին գործերի մինիստրն էր եւ Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարարը, իմ մայրը, ես արդեն կարծեմ խոսել եմ սրա մասին, չեմ ուզում նորից կրկնել, բայց ով որ չի լսել նորից ասեմ, որ իմ մայրը այդ ժամանակ ազգային ուրեմն ԱԳՆ-ի ԱԳՆ-էր կարծեմ կոչվում, ԱԳՆ-էր թե ԱԳՆ կարծեմ վիցեպրեզիդենտն էր, այն ժամանակ զամդիրեկտորն էր եւ քանի որ երկիրը շատ վատ իրավիճակի մեջ էր, մենք չունեինք գազ, լույս, ջուր եւ ոչ մի նման բան եւ մարդու կյանքը մեր նոր ստեղծվող հանրապետությունում կյանքի նման չէր եւ ազգը արդեն այն աստիճանի դիպրեսիայի մեջ էր, որ Կևյան եւ Պաբեդա կամուրջներում արդեն մարդիկ իրենց եւ իրենց երեխաներին իրենց հետ միասին անքան շատ էին լինում դեպքերը, որ իրենց կյանքին վերջ էին տալի Կևյան եւ Պաբեդա կամուրջներից, որ ներքին գործերում արդեն խոճապ կար, որովհետեւ երբ որ պետության մեջ մարդկանց ինքնասպանության դեպքերը, գրանցումները աճում են այն քանակով, որ մեր երկրում էին աճում այդ պահին, դա արդեն իրոք սարսափի եւ մտածելու առիթ էր տալիս մեր պետության բարձր պաշտոնյաներին,
պրեզիդենտի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, եւ նրանք շատ լավ հասկանում են, ես կարծում եմ, որ այդպես շարունակել չի կարելի, որովհետև երբ որ սովորական մարդը ամբողջները խելագարվում են, նրանցից ամեն ինչ սպասելի է եւ նոր ստեղծվող պետությունը, որ ինչքան էլ մարդիկ փորձեին հասկանալ, որ մենք նոր պետություն ենք, մենք սրանք այս բոլոր կատարվող բաները սպասելի բաներ էին, բա ինչ էիք սպասում, մենք նոր ստացել ենք ուրեմն անկախություն սովետական միությունից եւ երկիրը դեռ ոչինչ չունի, ես իրոք գիտեմ, որ երկրի ներսում այդ մի մասան, որ միշտ ասում է, որ գողացան կերան, սաղ փողերը կերան, լափեցին ու նման բաներ, այդ մասան միշտ կա, ժողովուրդ, այդ մասան միշտ կա եւ այդ խոսակցություններին վերջ չկա, լափեցին, տարան, բայց իրականում այդ լափել տանելը դա այդպես չի, ժողովուրդը դա ուղղակի ոնց որ արդեն սովորություն է, դա արդեն մի բան է, որ ժողովուրդը մշտական անում է, առանց շատ անգամ հասկանալու, թե այդ process-ը իրոք ոնց է լինում կամ լինում է, թե չի լինում։ Երբ որ պետությունը նոր էր ստեղծվել, մենք 1992-93 թվականներին են ամենացուրտ, ամենավատ տարիներին հիշում եք ինչի մեջով մենք անցանք, այդ ժամանակ, երբ որ մարդիկ ասում էին Լևոնը տարավ, Լևոնը տներ է սարքում, ես իմ ինչ տուֆը տարավ Ֆրանսիա, այնտեղ ժողովուրդը ինչ ասես ասում է, այդ ժամանակ ժողովուրդ իրականում մեր երկրում ոչ մի բան չկար։ Ես ասում եմ, սա գիտեք ինչի համար, ոնց գիտեմ, որովհետև ես այդ ժամանակ մեքենա էի վարում եւ ունեի բոլոր այն կապերը, որ բենզին ջարեի եւ բենզին չկար, ես 10-րդ դասարանում մեքենայով էի արդեն վարում էի եւ մեքենայով էի գնում դպրոց, ես սովորել եմ փոսի անգլիականում 172-ում եւ Գյոլյանն էր իմ դպրոցի տնօրենը, Գյոլյանը շատ լավ հիշում է, ես մեքենայով էի դասի գալի 10-րդ դասանում եւ այդ ժամանակ արդեն բենզին չկար, 9-ում էի արդեն դպրոց գնում մեքենայով, բայց եւ ես Հայաստանում առաջին մարդն եմ եղել, որ 16 տարեկանում վարորդական իրավունք ստացել, 16 տարեկանում, նման բան ուղղակի չի եղել Հայաստանի Հանրապետությունում, եւ այն ժամանակ չկար, հիմա չգիտեմ օրենքը ոնց է, բայց 16 տարեկանում եմ ես ստացել վարորդական իրավունքը եւ այն ժամանակ նման բան, որ բենզին լիներ, մարդ կարողանար քշել, բենզին չկար եւ ես կարողանում էի զանգեի թե ցեկայի գարաժներ, թե մինչև անգամ պրեզիդենտի դաչա, ուր ասես ես կարողանում էի զանգեի, տեսնեի որտեղ բենզին կա եւ երբ որ զանգում ես նման տեղեր եւ նման տեղեր բենզին չկա անգամ, դա քեզ ուղակի պետքա ազդանշան լինի, որ երկրում իրականում տիրում է ցամաքած է երկիրը եւ ուրեմն ոնց որ ասեցի, ես քանի որ պետությունը տեսնում էր ինչ է կատարվում ժողովրդի հետ եւ այդ ժամանակ մայրս ուրեմն ուներ այդ կապերը, որ կարողանայինք կապնվենք Ռուսաստանում Օստանկինոյի եւ Ռուսիայի միջոցով տարբեր երգիչ-երգչուհիների, ես իմ ընկերների հետ մենք հիմնեցինք մի ընկերություն, համալիրի դիրեկտորը այդ ժամանակ Սյոմիկներ, բանալիները ինձ մոտ տվեց եւ որպեսզի գնանք փորձերի եւ տարբեր բաների եւ ես 10-րդ դասարանում էի արդեն այդ ընկերությունը հիմնված էր, գումարները դրեցինք եւ սկսեցինք երգիչ-երգչուհիներ բերել, դա պետությունն էր այդպես ուզում, պետությունը ուզում էր, որպեսզի մենք մեր հիմնած ընկերությունով, այսինքն մենք աշխատում էինք
պետության հետ միասին մեր ընկերությունը պետական կոնտրակտ ոնց որ տենդերները ոնց են այդպես պատկերացրեք, բայց տենդեր չէր, քանի որ դեռ չկար նման բաներ մեր երկրում, բայց կար այսպիսի մի բան, պետությունը ուզում էր, որպեսզի ժողովուրդը մի քիչ ինչ որ մի բան ունենա, մի բանով զբաղվի, մի ուրախացնող հանգամանք լինի եւ մենք սկսեցինք զբաղվել դրանով եւ առաջին երկիչին որ բերեցինք Երևան, եթե չեմ սխալվում, դա Lada Dance-ն էր, այն ժամանակ Lada Dance-ը շատ երկչին չէ, Lada Dance-ը այն ժամանակ շատ հայտնի էր, Lada Dance-ի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեի եւ բերեցինք Հայաստան եւ ես ձեզ ասացի, որ այդ ժամանակ ուրեմն թե Վանո Սիրադեղյանն էր ուրեմն աջակցում ինչ որ պետք էր, որպեսզի դա կազմավորվի, կազմակերպվի, դա լինի, թե Վազգեն Սարգսյանը եւ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ ոչ մի անգամ ոչ մի բանում չի խառնվել, նա ուղղակի հրամանները տալիս էր եւ ամեն ինչ լինում էր, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը իր թիկնազորից իր տղաներից ուղարկում էր մեզ մոտ, որպեսզի ռուս երկիչները միշտ լինեն ուրեմն լավ պաշտպանության տակ, քանի որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այդ պահին ահավոր դելիկատ են եւ նրանք պետք է մնային ուրեմն շատ պինդ եւ զգուշ հանկարծ Ռուսաստանի ինչ որ մի քաղաքացու, ինչ որ մի բան չլներ Հայաստանի Հանրապետությանը եւ Հանրապետությունում եւ մենք անպայման զգուշանում ենք, որ այդպիսի բան չլինի։ Դրանից հետո բերեցինք Նատաշա Կարալյովային եւ Իգոր Նիկոլաևին, հետո Շուֆոցինսկուն, հետո Լյուբա Ուսպենսկային եւ այսպես շատ տարբեր մարդկանց, որոնք բոլորը իմ հյուրերն էին Երևանում, իմ ընկերների հետ, իմ ավակ ընկերների հետ իհարկե, բայց նրանք իմ հյուրերն էին եւ մենք իմ մեքենայով էինք ման տալի, ես նրանց միշտ իմ մեքենայում էին եւ այն ժամանակ ուրեմն սովետական միության փլուզման ժամանակ մենք արդեն տանը ունեինք մի արտակարգ ավտոմեքենա, այն ժամանակվա համար շատ նոր մի բան, գերմանական, եւ դա այն ժամանակվա համար դա ուղղակի ոնց ասեմ, լիտայոշի տարելկա էր, ոչ թե մեքենա Հայաստանի պայմաններում, առանց գլուխ գովալու բան չի, դա իմ ծնողների ինչ որ ամագներ, ոչ թե իմ, բայց ես մեքենան օգտագործում էի եւ գործի համար էի օգտագործում, դրանով արդեն միայն այդ համերգների բաների ուրեմն հյուրերին էինք ման տալիս եւ դեպքը ինչ որ պետք է այսօր պատմեմ հենց կապ ունի դրա հետ եւ այսօրվա պարադը իրենց այդ ցիրկը նայելով ուզեցա մի պահ դատեսնեմ սպարապետի աչքերով, որտեվ ես իրոք շատ մեծ հարգանք ունեի Վազգեն Սարգսյանի նկատմամբ, իրոք շատ էի սիրում Վազգեն Սարգսյանին, նա ուրիշ տեսակ էր եւ երբ որ գալիս էր առավոտները, որ Նիկոլաևին տաներ թենիս խաղալու, տուն էր գալի մեզ մոտ եւ գալիս էր Նիկոլաևին տաներ, ասում էի սպարապետ չխմացնես հանգարց պետքա, ասում էր չէ, ես երբ եմ խմում, որ մի հատ էլ իրան խմացնեմ, հետո իրիկունը բերում էր Նիկոլաևին, այնքան հարբած հազիվ էին քերում, մի կերպ մի օր տարել էր, թողել էր համալիրում ուրեմն բանի մեջ այդ լակերները որ կային, որ նստել էր, որ հագնվեր Նիկոլաևը համերգի համար լակերի մեջ մնացե քնել էր, գնացինք ընդեղից գտանք իրան համալիրի մեջից, ուրեմն այտենց ու այս պահին մի բան հիշեցի, այդ
ու մի դեպք եմ պատմելու, որ մինչև հիմա երևի Հայաստանում ոչ մեկ չգիտի սպարապետի հետ կապված, շատ քիչ մարդիկ գիտեն, ոչ թե ոչ մեկ չգիտի, այլ գիտեն, բայց շատ քիչ մարդիկ գիտեն։ Ափսոս, ես համոզված եմ, որ իմ տեսանյութը Լևոն Տեր-Պետրոսյանը չի դիտելու, եթե դիտեր, շատ կխնդրեի, որ ասեր եւ շեշտեր, որ նման բան եղել է, կամ գոնե ինչ որ մեկին ասեր, որ այդ մեկը ասի, որ ինչ որ ես այսօր պատմելու եմ եղել է, բայց ես չեմ սպասում նման բան, որտեվ քանի որ իմ տեսանյութերը շատ մարդիկ չեն էլ դիտում, չեմ սպասում, որ մեր առաջին նախագահը կդիտի, բայց մի բան պատմեմ, թե ինչքան այսօր ես այդ իրենց պարադից ինչքան վիրավորված եմ, գիտեք ինչի համար, որպես հայ մարդ, որպես Հայաստանի քաղաքացի, դա ուղղակի ապտակ պետքա լիներ բոլոր հայերի երեսին, այդ իրենց արած պարադը ընենց ապտակա բոլոր հայերի երեսին, նամանավանդ սպարապետի եւ այն բոլոր մարդկանց, այն բոլոր տղեկի, ովքեր որ այս բանակը հիմնել էին, ստեղծել էին, այդ բանակով գրավել էին մեր հողերը, այդ բանակով Թուրքին 30 տարի ծնկների վրա էին պահել, թաթերի վրա վազացրել էին, թաթերն էին կտրե թուրքերի իրենք այդ բանակով ու մի հատ քաջնազար, մի հատ վախկոտ սրիկա եկավ այդ ամբողջ բանակը, սպարապետի արած ամբողջ գործը տվեց ոտքերի տակ, տվեց դավաճանների իր եւ իր այդ ինչ է այդ տղայի անունը, դրա անունը անընդհատ մոռանում եմ, որ առաջ առողջապահության նախարարն էր, այդ սպերմատազոիդը, որ նայում ես վրան, քեզ թվում է թե ինչ որ մի կիսատ տղամարդ, ինչ որ կիսած սպերմայա թողե մի կիսա կնոջ մեջ եւ սայա ծնվել է սպերմատազոիդը, որ կանգնած ուրեմն ազգային ժողովից ասում է այս երկրին միգրանտներ են պետք, մենք չպետքա լինենք միայն հայկական երկիր, ստեղ պետքա ապրեն ուրիշ մարդիկ եւ պետքա այս երկիրը ուրիշ մարդկանցով լցվի, տո այ կներեք էլի ժողովուրդ, կներեք պետքա ասեմ, տո այ պորնիկի տղա, դու ով ես որ որոշես Հայաստանում ով պետքա ապրի, այ պորնիկի ճուտ, այ բոզի բալա, դու ով ես որ որոշես Հայաստանում ովքեր պետք է ապրեն, ով եղար դու, ով որ հայքի երկրում դու որոշես այ կիսատ, այ թուրք, ով ապրի, էմիգրանտներ գան, որպիսի երկիրը քանդեք, որ ես ասում եմ Տրոյան ձին Հայաստանում է, ժողովուրդ, ես առաջին մարդն եմ եղել երևի, որ ասել եմ Հայաստանում Տրոյան ձի է մտել, ես դա ասել եմ 18 թվականին, ես դա այս իմ վերջին տեսանյութերի մեջ տեղադրել եմ, Հայաստան բերել են Տրոյան ձիուն, հասկանում եք, ես հիմա բան եմ պատմելու ձեզ, ես այսօր շատ ուրիշ բանի մասին պետք է խոսայի, բայց այնքան հիասթափված եմ, համ այդ պարադը տեսա, համ այդ իմիգրացիայի բանը լսեցի, համ նայում եմ, որ YouTube-ը վիդեոները սա դանդաղացնում ու կանգնացրել է, ամբողջը կանգնած է, ոչ մի դիտում չկա արդեն 3 օր է, ես տեսնում եմ, որ իմ հնարավոր բան չի, որ դու դնես ինչ-որ մի տեսանյութ 300 մարդ նայ եւ լինի 35 լայք եւ այդ տեսանյութը ուղակի կանգնի, սա անհնար բան է ուղակի, անհնար է եւ ես ժողովրդին խնդրում եմ կիսեք տեսանյութերը, եկեք մի կերպ օգնենք իրար, ժողովուրդ, ես նոր հիվանդանոց գնացած մարդ եմ, փորձում եմ սրանով այս գործը անել, ինձ չի հետաքրքրում հենց հիմա ոչ մի բան բացի սրանից, ես ձեզ խնդրում եմ օգնեք առաջ տանք սա,
Սա մեր պետությունն է, սա մեր միակ տունն է։ Ուրեմն 90-ականների սկզբերում, երբ որ երկիրը այդ վիճակում էր եւ շփվում էի արդեն թե Սպարապետի հետ, թե Վանո Սիրադեղյանի հետ եւ շատ ուրիշ բարձր աստիճան պաշտոնյաների հետ, ես շփվում էի համարյա բոլորի հետ, չկար, ես 18-17 տարեկան էի եւ չկար մի բարձրաստիճան պաշտոնյա, սկսած խորխորոնուց մինչև չգիտեմ ով, որ ես չունենայի իրենց կաբինետի հեռախոսի համարը կամ չկարողանայի այդ մարդուն կապնվել եւ հետը խոսել, չկար նման մարդ։ Դա իմ գործի հետ կապված էր, բայց բացի դրանից այն մարդիկ, որոնք որ ճանաչում էին ինձ, այսինքն այդ մեծ մարդիկ, որոնք իմ համար մեծություններ էին, այդ մարդիկ իրենք էլ ինձ մեջ ինչ որ մի բան էին տեսել, ինչ որ մի բան, որը իրենց համար ինչ որ չգիտեմ, երևի կարիզմայի, աուրայի, չգիտեմ, ինչ որ մի նման մի բան էր, բայց ես վայելում եմ մի հարգանք եւ սեր այս մարդկանց կողմից, որ իմ կողմից ինչ որ ես ասեի, նրանց մոտ համարյա չկար, չէր լինելու չէ։ Դվինի Վանիկը, որը որ ասենք ինձ համար ես մշտական, ես իմ տունն եմ ունեցել Դվինում, իմ կվարծիրան Վանիկի կողմից նվեր, որը որ ես մնացել եմ երբ ուզել եմ, այսինքն դա իմ տունն է եղել, ոնց որ երկրորդ կվարծիրա Դվին հյուրանոցում, ես բոլոր մարդկանց հետ ես շփվել եմ եւ շատ եմ սիրել իմ երկիրը եւ շատ ափսոս, որ ես այդ երկրից գնացել եմ, բայց գնացել եմ շատ հարգելի պատճառներով։ Ուրեմն 90-ականների սկզբերն է եւ երկրում իրոք շատ վատ վիճակ է։ Չկա ոչ մի բան, ոչ բենզին կա, ոչ լույս ունենք, ոչ գազ ունենք, ոչ եւ չեն գողանում, իրոք չկա։ Եվ այդ պահին պետությունը իրոք ոնց որ ես էի հասկանում, զենքի կարիք ուներ եւ նաեւ կարիք ունեին Ռուսաստանի օգնության եւ շատ մեծ կարիք ունեին Ռուսաստանի օգնության։ Ես հասկանում էի, դա իմ հասկանալով էր, ոչ թե ինչ որ մեկը ինձ ասել կամ Սպարապետը նստում էր ինձ հետ պետական հարցերից էր խոսում, նման բան գոյություն չուներ, ոչ մեկ տենց բան չի կարող ասել, ոչ էլ ես կասեմ։ Երբ որ հանդիպում ենք, կատակներ, ինչ որ նման բաներ, բայց ուրիշ ոչ մի բան։ Մենք կարող է ինչ որ լավա գործերը ելում ես բերում, ով է գալու, ասա տեսնեմ, թողելու ես, չէ երկու օր տանեմ հետս ուտասնեմ, խմցնեմ, հետ բերեմ։ Այսենց ընկերական կատակներով տենց ուրիշ ոչ մի բան։ Հա, ուրեմն եւ ես հասկանում եի եւ տեսնում էի, որ երբ որ տեսնում էի թե ինչքան նյարդացած ձիգ վիճակ է երկրում, որովհետեւ չկա ոչ մի բան։ Եվ այդ պահին շատ պետք էր մեր երկրին օգնություն։ Եվ այդ օգնությունը միայն եւ միայն կարող էր գալ Ռուսաստանից։ Դրանում ուղակի, եթե դուք ինչ որ մեկը ուրիշ բան կարող է կարծեք, որ օգնությունը կարող է գալ, ասենք, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Բրյուսելից, Ուկրաինայից կամ չգիտեմ, Ամերիկայից նամանավանդ, դուք ուղակի ապրում եք ուրիշ իրականության մեջ։ Ուղակի ուրիշ իրականություն, ձեր ռեալիթին ուրիշ է, դուք երրորդ, չորրորդ ռեալիթիի մեջ եք ուրեմն։ Այդ ժամանակ, եթե հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ պատմեց, թե ինչպես, երբ որ Վազգեն Սարգսյանը պետք է գնար, ուրեմն պետք է գնար Ռուսաստան հանդիպելու Գրաչովի հետ, նա կոստյում չուներ հագնելու։ Ну, գնում ես նման հանդիպումների եւ դա մի անգամ էլ Ֆրանսիա պետքա գնար, կարծեմ, եթե չեմ սխալվում, եւ մարդը չուներ համապատասխան կոստյում, որպեսզի հագնի գնա նման բարձրաստիճան մարդկանց մոտ արդեն այն ժամանակ ինչ որ կերպ նովոռուսկի հասկանում եք ու չկար։
ու այդ նույն ձևով նա գնաց Ռուսաստան եւ հանդիպեց Գրաչովին, եւ եթե հիշում եք, հետո Գրաչովը պետքա գար Հայաստան, եւ Գրաչովի Հայաստան գալը իմ պատկերացումով այն ժամանակ եւ հիմա էլ եմ տենց պատկերացնում, եւ դա միայն կիմանա Լևոն Տեր-Պետրոսյանը եւ այն ժամանակվա ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարիքով ինձանից շատ ավելի մեծ հիմա, որ այն ժամանակ արդեն 40-ների, 50-ների մեջ էին, նրանք կիմանան, բայց ես պատկերացնում եմ, որ Գրաչովի Հայաստան գալը ուղղակի կրիտիկական նշանակություն ուներ։ Կրիտիկական ինչի համար, որովհետև Գրաչովի Հայաստան գալուց էր կախված մեր պատերազմը եւ մեր ուրեմն հաղթանակը։ Գրաչովը գար, ամեն ինչ ճիշտ կանցներ, մենք կհաղթեինք։ Գրաչովը գար, եթե չանցներ ամեն ինչ ոնց որ սպարապետն էր պատկերացնում, մենք կամ դժվարանալու ենք, կամ պատերազմը չէր գնալու ոնց որ մեզ պետք էր։ Ես այսպես եմ պատկերացնում, եթե ուրիշ ինչ-որ մարդիկ գդիդեն, որոնք որ մասնակցել են այդ ժամանակ, եղել են այդ ժամանակ պետական համակարգում, հիշում են այս ամեն ինչը, խնդրում եմ անպայման գրեք կոմենտներում, որ հիշենք այս ամեն ինչը եւ նորից քննարկենք, որովհետեւ այս պահին դրանից անցել է 33 տարի, 34 տարի։ Ես այդ ժամանակ եղել եմ 17 տարեկան, 33 տարի, ես հիմա 50 եմ լինում եւ 34 տարին մի կյանք է, շատ բաներ կարող է մոռացած լինեմ, չնայած որ ամեն ինչը շատ լավ։ Ես դες մի բան ասեմ, մի տարեկանից մինչև 20 տարեկան, որ ես ապրել եմ Հայաստանում, 0-ից մինչև 20 տարեկան, իմ ամենաքաղցր ու ամենալավ հիշողությունները եղել են այդ 20 տարվա մեջ։ 20 տարեկանից 50 տարեկան ես Ամերիկայում եմ ապրում, ես հիշողություն չունեմ, ես իրոք չունեմ հիշողություն, ես ոչ մի բան տպավորիչ չեմ հիշում, ես ես երկրում, ոչ մի բան, դրա համար այն ինչ որ կատարվել է Հայաստանում, ես հիշում եմ ոնց որ 3 չառաջի օրը, չասեմ 3 չառաջի օրը, քանի որ ստեղ ոչ մի տպավորիչ բան, բացի իմ ամուսնությունից, իմ հարսանիքն եմ շատ լավ հիշում, իմ երեխաների ծնունդներն եմ շատ լավ հիշում, այդ օրերը շատ լավ հիշում եմ։ Մեկ էլ երկու շատ կարևոր օր ինձ համար, շատ սև օրեր այս երկրում, այդ երկու օրերն եմ հիշում։ Մնացածը կյանքում չես կարող այս երկրում, որտեղ որ հոգիդ դատարկ ապրում ես, որովհետև այս երկիրը բացի մատերիալից, բացի նյութականից ուրիշ ոչինչ չունի առաջարկելու, ոչինչ։ Եվ նյութականը ինձ չի հետաքրքրում, քանի որ ես իմ ամբողջ կյանքը նյութականը իմ համար սովորական բան է եղել եւ դա ինձ չի գայթակղում։ Նյութը, մատերիալը ինձ համար գայթակղիչ ինչ որ բաներ չեն, իմ համար դա սովորական երևույթ է, ինձ ոչ մեկ կյանքում չի կարող ոչ մի բանով զարմացնել, ոչ մի բան չկա աշխարհում, որ մատերիալ, որ կարող ուզում ես յախտայով արի, ուզում ես դղյակներով եղի, դու ինձ չես կարող զարմացնել, ինձ միայն կարող են զարմացնել մարդկային նորմալ հարաբերությունները, մարդկային քայլերը, մարդկային մի բան, որ ես դարում դու կարողացար անել մարդկային մի մեծ բան, դա ինձ կարող է զարմացնել, մնացած բոլոր բաները ինձ համար ծիծաղելի եւ քաղքենի են թվում։ Եվ այս պահին, եթե կան մարդիկ, որ աշխատել են այն ժամանակ, խնդրում եմ անպայման գրեք, որ հիշենք։ Սպարապետը ոտու ձեռը անկել, Գրաչովը գալիս է Հայաստան։ Ես համոզված եմ, որ Սպարապետը միայնակ չէր ոտու ձեռ ընկած, քանի որ երկրում
անգամ ժողովուրդ այդ ժամանակ, երբ որ մենք երկիչ երկչուհիներին բերում ենք Հայաստան, դե նրանց պետք է նորմալ պատվենք, նորմալ կերակրենք, ու ամեն ինչով նորմալ պահենք, հետ ուղարկենք, չէ՞։ Այս մարդիկ արդեն Ռուսաստանում այդ ժամանակ միլիոնատերեր էին, եւ պատկերացրեք, որ երբ որ մենք գրաֆիկան անում ենք, որ ռեստորաններում պետք է հաց ուտենք, չէ՞, որովհետև մեր մոտ գրաֆիկա կար, մենք գործը կիսում ենք, 3-4 հոգի ենք, 4 հոգի ենք, եւ գործը կիսում ենք, ասենք մեկը պետքա գնար բոլոր ռեստորաններով եւ խոսար բոլոր այդ, ասենք օրական 3 անգամ պետքա հաց ուտենք, այս երկիչ երկչույները գալիս էին իրենց պարուհիներով, իրենց մեյքափներով, իրենց անտրաժով, 20 հոգի մարդ էր գալի, 25 հոգի մարդ, մի ինքնաթիռ լցվում էին, գալիս էին, եւ մենք պետք է այդ բոլորին կերակրենք, բոլորին տեղավորենք, մնալու տեղ ունենային, ասենց շատ մեծ գործ էր դա, հարյուրավոր, հազարավոր այն ժամանակ դրամների, եթե դրամով նայենք, բայց դոլարով էլ շատ մեծ գումարներ էին ծախսվում, շատ մեծ, ամբողջ Համալիրի տոմսերի վաճառքը իմ ձեռքում էր, ես գիտեի ինչ գումարներ են գնում եւ գալիս, եւ ուրեմն գնում ենք ռեստորաններ ուտելիք եւ խոսելու, որ գալու ենք 40 հոգով, ռեստորանը պետքա փակենք, ռուս հյուրերի հետ ենք, պետքա ռեստորանը փակենք, համ ռուս հյուրերն էին, համ Լևոն Տեր-Պետրոսյանի Թիկնազորից, ուրեմն մարդիկ էին մեր հետ, Փոլադը բան տղեկից մեր հետ գալիս էին, որովհետեւ մեր պրեզիդենտը իր տղաներին էր հատկացնում, մեր հետ էին գալիս, որպեսզի մեր երկիչ երկչույները ռուս պաշտպանվեին, որ հանկարծ մի բան չլիներ, շատ վատ վիճակ էր այդ ժամանակ երկրում, մութ, ցուրտ, եւ լիքը մարդ էինք, գնում էինք հաց ուտելու, շատ անգամ ռեստորաններում չկար ուտելիքը, մենք պետք է անցնեինք ուտելիքն էլ ճարեինք, որ այդ ռեստորանում հաց ուտենք, այսպես վիճակ էր երկրում, եւ համոզված եմ, որ Գրաչովի գալու համար իրենք ուտելիքի հարցը կլուծեին, իհարկե, անգամ սև ու կարմիրի կրայով նրանք անպայման դիմավորեին ու կճանապարհեին Գրաչովին, բայց մեկ խնդիր կար, սպարապետը մի մեծ խնդրի առաջ էր կանգնած, մեր պետությունը չուներ տարժեստվենի ինչ-որ ավտոմեքենա, որով որ պետքա հյուր դիմավորեն, հասկանում եք, դուք պատկերացնում եք Հայաստանի Հանրապետություն, պետություն այնքը, պետություն, մենք կոչվում ենք պետություն, ասում եք փողերը գողացել են, տարել են, տարավ, Լևոնը կերավ, էս կերավ, այն կերավ, ես ձեզ ուզում եմ հարց տամ, եթե Լևոնը տարավ կերավ, Ռոբերտը տարավ կերավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետությունը հանձնել է Ռոբերտ Քոչարյանին մի քիչ ավելի լավ վիճակում, քան ես հիմա նկարագրում եմ, մի քիչ ավելի լավ վիճակում, եւ ես զարմանում եմ, թե ոնց է Ռոբերտ Քոչարյանը, որտեվ ես իմացել եմ երկրի վիճակը ինչ վիճակում է, ես հասկացել եմ ինչ վիճակում է երկիրը, եւ Ռոբերտ Քոչարյանը այդ երկիրը, այն ինչ որ ինքն է արել այդ 8-10 տարվա մեջ, ու ասել, որ այդ մարդը գողացել է, տարել է, կտրտել է, չգիտեմ, ժողովուրդ, դուք անգամ գաղափար չունեք ինչի մասին եք դուք խոսում, սրանք ուղղակի ազգային լեգենդներ են, ազգային լեգենդներ, ուրեմն հիմա մարդը պետքա գա, Գրաչովի գալը Հայաստան մի մեծ իրադարձություն է եւ դա ամեն ինչը դրանից է կախված, մեր երկիր գալիս է մի մարդ, որը որ գնացել է Թուրքիա, մտել է զուգարան հենց օդանավակայանում, միզել է, դուրս է եկել, որով որ ասել է Թուրքիային, որ եթե դուք փորձեք հարձակվեք Հայաստանի վրա, ես էլ կմիզեմ ձեր վրա, դա էր իրա մեսիջը Թուրքիային, Թուրքիան մեր վրա ուզում էր հարձակվել, դա դրանում 100% եղեք, եւ այդ ժամանակ
Ռուսաստանը, որից մենք նոր անկախացել ենք Ռուսաստանից, Կրեմլից եւ Կրեմլից օգնություն ենք ուզում։ Դուք հասկանում եք այս մարդկանց հմտությունը։ Դուք պատկերացնում եք, մենք Ռուսաստանից ենք առանձնացել, անկախություն ստացել։ Ասել ենք մենք չենք ուզում ձեր հետել, մենք ուզում ենք անկախ ապրենք, Ռուսաստանից անկախություն ենք վերցրել, հիմա այդ նույն Ռուսաստանին ասում ենք, օգնեք մեզ, պատերազմի մեջ ենք մենք։ Եվ ինչքան պետքա հմուտ լինես, ինչքան կարողանաս ճիշտ պոլիտիկա խաղաս, ինչքան կարողանաս ճիշտ մարդուն բերես, ճիշտ են հայկական ձևով, սպարապետի ձևով պատիվ տաս, որ այդ մարդը քո պետությանը օգնի։ Ու հիմա եկել են կանգնել են փաստի առաջ, պետությունը չունի մի հատ նորմալ ավտոմեքենա, որ եղած չեղած է $50,000 էր։ Այդ ժամանակ կարելի էր $50,000 գնել ամենալավ Mercedes-ը։ Ամենալավ Mercedes-ը $50,000 ռաստամոշ կենել մեջը։ Կարար գար հասներ Երևան Գերմանիայից։ Եվ այդ ժամանակ կար Հայաստանում մի հատ Վազգեն առաջինի սև 500 Mercedes-ը կապուտ կներեք, ոչ թե սև։ Վազգեն առաջինի 500 Mercedes-ը, Լևոն Պետրոսյանի սև գույնի 500 Mercedes-ը, 126 կուզով եւ մի քանի հոգի մարդ բացի դրանից ունեին նման Mercedes-ներ։ Վազգեն Սարգսյանը դեռ չուներ իր Glenwagon-ը, G-Wagon-ը, չուներ դեռ ինքը դա։ Վազգեն Սարգսյանը դեռ ման էր գալի, կարծեմ Նիվայով էր ման գալի, թե տենց մի բան էր քշում։ Եվ մենք տանը ունեինք 500 Mercedes, նույնից ինչ որ Վազգեն առաջինը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ այդ ժամանակ պետությունը չունի մեքենա, որ Գրաչովին դիմավորի։ Ու պատկերացրեք սպարապետ մարդ Վազգեն Սարգսյանը ընկելա մտածմունքի մեջ, լավ էս մարդուն ոնց դիմավորեմ ես։ Սա իմ գործն է, պաշտպանության նախարարն եմ ես, ու մեքենա չունեմ, գնամ ինքնաթիռի տակից Ռուսաստանի պաշտպանության նախարարին դիմավորեմ։ Մեկ էլ տանն եմ, դրսից տղաների ձեն է գալիս, ուրեմն պատուհանից նայեցի, երկու ծանոթ ինձ շատ տղաներ պաշտպանության նախարարության մեքենայով եւ պաշտպանության նախարարության համարներով մի հատ դուրս արի ախպերս, դուրս եկա, ներս հրավիրեցի, եկանք ներս, ինչ կա տղեկ, ճիշտն ասած գործով ենք եկել, ինչ գործ, զարմացա մի տեսակ, որովհետև ես պաշտպանության նախարարության հետ ճիշտ է կապված բաներ կային, բայց ես պաշտպանության նախարարության հետ գործ չունեմ, ասենք այս պահին չկա ինչ-որ մի բան, զարմացա, բայց մտածեցի լսեմ ինչ են ասում, ներս հրավիրեցի, եկան տղեկա, ասեցին եղբայր խնդրանք կա, ասեցի ինչ կա, սպարապետը մեքենա չունի, որ Գրաչովին դիմավորեն։ Հետո ասեցի, բա ճիշտ է, քո ավտոն մոխրագույն է, բայց ոնց որ թե ուրիշ տարբերակ չկա։ Սպարապետը կարա մեքենան օգտագործի։ Ասեցի սպարապետը ոչ թե կարա մեքենան օգտագործի, ու ինչ ասեց, հա, անպայման հիշացնեմ, ասեց ինքը չի ուզում մեքենան ինքը վերցնի։ Ինքը ուղղակի ասում է դու գաս քշես։ Ասացի իրեն ասա, որ ոչ թե կգամ կքշեմ, քանի օր է Գրաչովը Հայաստանում լինելու։ Այդքան օր ես իր տրամադրության տակ եմ, կոստյումով, գալստուկով, առավոտից գիշեր, որ ժամին պետքա, ոնց պետքա, այնտեղ կանգնած եմ։ Բենզինն էլ իմ վրա։ Ուրեմն տղեկը ասացին շատ լավ, ուրախացան, գնացին,
ոնց կարող է պատահի Վազգեն Սարգսյանին մեքենա պետք լինի, գնում է Գրաչովին դիմավորի, դուք հասկանում եք ինչի մասին ենք խոսում, պետություն ենք մենք, դու ասենք ժողովուրդ, ես ուզում եմ մի քիչ լավ պատկերացնեք, էլի սա իրոք լուրջ խոսակցություն է, սա եղել է, դեպքը եղել է, բացի ինձանից կար ուրիշ մի մարդ, որը որ նույն մեքենայից ուներ, բայց հին էր, Իրանը հին էր, բայց Իրանը սև գույն էր, այդ նույն ժամանակ, որ տղաները գալիս են, ինձ են տեսնում, գնում են նաև այդ մյուս տղային են տեսնում, այդ տղան ապրում էր ցիրկի կողմերը, գնում են իրան են տեսնում, նա էլ ասում է, որ անպայման, ոնց չէ, և գնացին, մի քանի օր հետո եկան նորից նույն տղեկը եկան մեր տուն, եկան տուն, նորից ներս հրավիրեցի, ինչ կա տղեկ ջան, ասեցիք սպարապետին, հա ասեցինք, ինչ կա չկա, չէ սպարապետը ասեց մենք սևը կօգտագործենք, որտեվ սևը ճիշտ է, մի քիչ ավելի հին է, բայց մաքրենք բան կանենք, սևը կօգտագործենք, սևը ավելի ճիշտ է, պլյոնկեքով բանով է, իրան ավելի, շատ լավ, բայց սպարապետին ասա, եթե պետք է որպես երկրորդ մեքենա, հիմա թող սևը դիմացից գնա, ես իմով կգամ, եթե Գրաչովի այդ մարդիկ կան հետևից բան, ասեց չէ, իրան կարևոր է, որ Գրաչովը այդ մեքենայով լինի իր հետ, ոնց որ պետական, այդ օրը ՊՆ-ի բան համարներ կխփեն վրան ավտոյի, այտենց ման կգան, մեզ պետքա սենց լինի, խնդիր չկա, ուրեմն պատկերացնում եք ժողովուրդ ջան, սպարապետ մարդ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, մեր պետությունը այն վիճակում էր, որ մի հատ մեքենա, Վազգեն Սարգսյանի, ասում եմ, կներեք, անընդհատ շփոթում եմ, Վազգեն առաջինի մեքենան կար, բայց Վազգեն առաջինի մեքենան չէր կարող օգտագործվել դրա մեջ, բացի դրանից Լևոն Տեր-Պետրոսյանի մեքենան, դա դեղ պրոտոկոլներ կան, դա լրիվ ուրիշ բան է, սա լրիվ ուրիշ բան, սա Վազգեն Սարգսյանի նախարարությունն էր, ինքը իր հարցը լուծեց, ոնց որ պետք էր, և ուզում եմ ուղղակի հասկանաք, թե պետությունը սկզբից ոնց որ ոտի կանգնացնելու համար և այս պատերազմը հաղթելու համար Վազգեն Սարգսյանը ընկած մեքենա էր մանգալի, որ գնա մարդ դիմավորի օդանավակայանից։ Ես ուզում եմ դուք մի հատ նայեք այսօրվա այդ պարադին, այսօրվա այդ կլոունադային, այն ինչ որ այս ոչիլն է անում, և համեմատեք Վազգեն Սարգսյանի արած գործին, ոչ թե համեմատեք, նայեք և տեսեք, թե մարդը, որը որ իր երկու կեղտոտ ոտերի տակ է առել, այս ամեն ինչ որ ես պատմեցի, այդ դժվար ճանապարհը, այդ ժամանակ, երբ որ պետությունը 50,000 փող չուներ մի հատ մեքենա առնի, պետական, այդ ժամանակ, երբ որ այդ տղեկը սահմանում հաց ու պաներով էին, հաց պանիր ու երկու կտոր կամ մի կտոր երևի դոկտորսկի կալբաս մեջը կանաչիով, դրանով այդ տղեկը այս հողը վերցրել էին, այ տղա, այ ոչիլ, ու դու այդ ամեն ինչը տարել ես, նվեր ես տվել Թուրքին, ստորագրել ես, որ նստես ընդե նայես երեսին սիրահարված դեմքովդ, այսօր հետ ես եկել Հայաստան ու ինչ որ պարադ ես անում, ում ես ինչ ես ցույց տալի, հողերը տալուց, տղեկին սպանելուց, սպարապետի արած բոլոր գործերը ոտի տակ տալուց, ամբողջ պետականությունը վերացնելուց, ազգին աշխարհով մեկ խայտարականելուց, փչացնելուց, Սփյուռքին Հայաստանից կտրելուց, թքելուց ազգի երեսին, ամբողջ աշխարհն է թքում մեր երեսին քո պատճառով, այ ոչիլ, ու դու կանգնել ես այդտեղ, քեզ դրել ես առաջի հրամանատարի տեղ ու պարադ ես անում, Վազգեն Սարգսյանը չի շիկանի քո գլխին ախր, այ ոչիլ,
Դու չես ամաչում, արա, դու չես ամաչում, բա դուք որպես ազգ, որպես մարդ, լավ ոնց կարելի է այսքան դիմադրել, այսքան ուղակի նստել եւ դիտել սա։ Ոնց կարելի է, էլի ես 10,000 կիլոմետր են կողմ չեմ կարողանում, կորցնում եմ իմ եւ ծանրակշիռ լինելով, կարողանալով իմ էմոցիաները ուրեմն կոնտրոլ անել, ես այս հարցում չեմ կարողանում։ Չի ստացվում։ Ժողովուրդ, լավ իմացեք։ Այն ինչ որ ես այսօր պատմեցի, դա իրականում եղել է ոնց որ պատմեցի, առանց ոչ մի բան չափազանցնելու կամ պակասացնելու։ Այն ինչ որ ձեզ ասում են, այդ որ ասում է կերել եք, տարել եք, բերել եք, գիտեք ինչ, մարդիկ, որոնք որ միշտ մշտական ունևորի կամ հարուստի նկատմամբ կամ մի քիչ ավելի կարողի նկատմամբ նյարդացած են, միշտ ջղայնացած են նրա վրա, մարդկանց վրա, որոնք որ կյանքում ինչ որ մի բան կարողանում են անեն, ստացվում է այդ մարդկանց մոտ կամ լավ հարստություն են դիզել, մարդիկ, որոնք միշտ այդ մարդկանց ատում են, այդ կոնտինգենտը, այդ մասան, հենց այդ մասան է, Նիկոլի մասան, եւ այդ մասան, ես այդ մասային եմ դիմում, էլի, եթե այդ մասայից մարդ է նայում, գիտեք ինչ, հարստությունը կամ կարողությունը մարդը միանգամից չի հավաքում, դա ժամանակի պրոցես է եւ աշխատանք է, յուրաքանչյուր մարդ կարա դա անի, յուրաքանչյուր պայմաններում, Հայաստանում էլ դա կարելի է անել, դուք արդեն փոխել եք մի քանի ղեկավար, թե Լևոնը, թե Ռոբը, թե Սերժը, թե Նիկոլը, այս բոլոր մարդկանց ժամանակ դուք ոչ մի բան չեք կարողացել անել եւ այն սուտը, որին որ դուք հիմա հավատում եք, որ Նիկոլը Գագիկ Ծառուկյանից վերցնելու է իր ունեցվածքը եւ տա ձեզ, այս նույն բանը խաբել են միլիոնավոր մարդկանց հազարավոր տարիներ եւ էլիտան կյանքում իրանք իրար չեն գցում, վերցնում տալիս ձեր նման մարդկանց։ Ուզում եմ ուղղակի հասկանաք, որ նման բան չի լինելու, կյանքում չի լինելու նման բան։ Նիկոլը ինքը այս ամեն ինչը արել է գումարի համար։ Նիկոլը ինքը բոլորից Նիկոլը ավելի հարուստ է, քան թե Լևոն Տեր-Պետրոսյանը, քան թե Ռոբերտ Քոչարյանը, քան Սերժ Սարգսյանը, Նիկոլը իրանցից բոլորից ֆինանսապես ավելի ապահոված է։ Ես ձեզ հավատացնում եմ։ Դա այդպես է։ Նիկոլը ամենամեծ լափամանն է դրել իր դեմը։ Եվ նա Թուրքիայից, Ամերիկայից եւ մնացած եվրոպական երկրներից ամեն տեղից ստացել է։ Եթե նրանք ինչ որ մի փոքր ստեղից ընդեղից սա համաշխարհային վերցրել է, որպեսզի Հայաստանը վերացնի։ Հայաստանը պետքա վերանար եւ դառնա կորիդոր, ես արդեն ասել եմ դա։ Դուք գիտեք ինչն է զարմանալին։ Դուք ուզում եք ապրեք դեմոկրատիայի մեջ, կապիտալիստական պայմաններով, կոմունիստական հավասարությամբ։ Ձեր մտածած, ձեր պատկերացրած կյանքի ձևը մեր իրականության մեջ ոչ մի տեղ, ոչ մի երկրում, ոչ մի երկրագնդի վրա գոյություն չունի։ Ստապվեք։ Ձեր մտածած, ձեր պատկերացրած 3 տարբեր սիստեմները իրար հետ չեն աշխատում։ Չեն աշխատում։
Կամ դու ունես դեմոկրատիա սոցիալիզմով, ինչ որ Շվեդիա, Նորվեգիա նման երկրներ, բայց այնտեղ ձեզ չեն սպասում եւ չեն ընդունում, կամ դու ունես կապիտալիզմ, որտեղ որ դեմոկրատիան լավ չի աշխատում այդքան, քանի որ կապիտալիզմը օլիգարխիա է, կամ եւ Ամերիկայի նման երկրում առավոտից գիշեր աշխատում ես, կամ դու ունես կոմունիզմ, իսկ կոմունիզմով ոնց որ տեսնում եմ դուք այդքան էլ հրապուրված չեք։ Այսինքն ձեզ համար երևի այս աշխարհում տեղ չկա։ Կամ դուք ինքներդ պետքա փոխվեք եւ փոխվեք ներքուստ եւ ոտից գլուխ, հագուստը չէ, ձեր կյանքի ձևը, կամ այս աշխարհում ձեզ համար էլ տեղ չկա, որովհետև այս աշխարհում ինչ որ դուք եք պատկերացնում չկա։ Նիկոլը էլիտա է եւ Նիկոլը ինչ էլ ասի Գագիկ Ծառուկյանին, նա չի վերցնելու Գագիկի հարստությունը տա ձեզ։ Գագիկ Ծառուկյանն էլ Նիկոլին իր հարստությունը համոզված եղեք չի տալու։ Գագիկ Ծառուկյանը Նիկոլին օդ կհանի մինչև այդ հարստության անգամ կեսը նրան տալը։ Ստապվեք։ Ես ուղղակի ուզում եմ այս պատմությունը պատմեի, հիշեցի այսօր այս պատմությունը, այդ պարադը նայելուց հետո այդ ցիրկը, եւ ուզացա կիսվեմ, ուղղակի ուզեցա ձեր հետ կիսվեմ այս պատմությունը, որպեսզի դուք եք լսեք, իմանաք թե ինչ դժվարություններով ենք անցել մենք մեր պատմության մեջ վերջի 30 տարվա մեջ, որը որ այս ղեկավարությունը, այս թուրքերի կուտոկը, այս պետությունը եւ այդ ամբողջ անցած ճանապարհը ուղակի թափեց աղբամանը, ոնց որ ոչինչ չէր եղել։ Այդքան բան։ Շնորհակալություն եմ խնդրում դիտման համար։ Խնդրում եմ, մի մոռացեք like button-ը։ Դա շատ կարևոր է։ Հաջողություն, կհանդիպենք նորից շուտով, երևի վաղը կամ մյուս օրը։ Հաջողություն ձեզ։